Ամեն ինչ գլխիվար շրջվեց, իմ պատկերացրած Ամերիկան դարձավ մեկ այլ Ամերիկա։ Հասմիկ, որտեղից քեզ այդ մտքերը, այդ գաղափարները։ Կարծում եմ, որ մի օր Instagram չլինի, մենք կկորցնենք մեր բիզնեսի։ Դե որ ասում էի արի ինձ մոտ հյուր, տեսար։ Իմ կյանքը ես ամբողջությամբ նվիրեցի երեխեքիս, ունեցանք մեր առաջնեկին, Կարոյից, ինքը ծնվեց, ես գիտեի, որ ինքը աստղա ծնվել։ Աղջիկս Մերլին Մոնրոին ճանաչել է Կարոյի վիդեոից։ 14 տարեկան էր ընդամենը, ու ինքը 100,000-ի կոճակը ստացավ։ Իսկ ոնց որոշեց, որ պիտի ինքը Դոբիում համերգ ունենա։ 30,000 եւ ավել մարդ էր հավաքվում։ Եթե մի լավ խոսք չես կարող, գոնե վատը չասենք իրար։ Ես էլ գիտեմ ինչ հա պատմում, երկինքի հետ կապեցի, չգիտեմ ինչ արեցի, ամպերի հետ կապեցի։ Ինձ տվել է իր գործարանի բանալիները, որ սառնարանները մենակ այս շենքից մեծ են, ու ասելա գնա աշխատի։ Կուլտուրան հատուկ ձևավորված պատվիրելու չկար։ Ու այդ ամեն ինչը կարող եմ ասել, որ մենք սկսեցինք հորինել։ Դու պիտի ուշադիր լսես քեզանից ինչ են ուզում։ Իմ նշանադրության տորթը այդպեսին էր, որ ծաղիկները այսպես վերևից գալիս են թափվում են, սեղանի դիզայները ինձ թվաց արդեն էկրանել են այդպես անում sense։ Մենք կարանք օրը ունենանք 4-ից 5-6 հարսանիք։ Աշխատանքի մեջ ամոթ ոչ մի բան չկա, չաշխատելն է ամոթ։ Մեծ սիրով եկա քեզ հյուր այսօր, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Ողջույն հարգելի ընկերներ, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ եւ իհարկե բաժանորդներ։ Ես Մերի Մակարյանն եմ, գտնվում եմ Menu AM-ի տաղավարում եւ այսօր ինչպես եւ միշտ ունեմ շատ հաճելի, շատ գեղեցիկ զրուցակից։ Ինչպես գիտեք, ես զրուցում եմ մեր համայնքում գործող ռեստորանների, կաֆի-շափերի, քեյթրինգ ընկերությունների հիմնադիրների հետ եւ այսօր յուրահատուկ հյուր է մեր հյուրը, որովհետեւ նա ներկայացնելու է եւ երաժշտությունը եւ նաեւ ուտելիքը, բայց դրանք իրար կողքի դրած մեկ այլ բոլորովին ուրիշ բան է ստացում եւ այդ մասին էլ այսօր զրուցելու ենք։ Դե ինչ, իմ հյուրն է Հասմիկ Մելքոնյանը, Musical Table Catering ընկերության հիմնադիրը։ Ողջույն Հասմիկ ջան։ Ողջույն Մերի ջան։ Քեզ ներկայացնելը մի քիչ երկար ստացվեց, բայց ամեն դեպքում ես հատուկ վերաբերմունք ունեմ եւ քո գործին եւ քեզ, որովհետեւ նախ քո հիմնած ընկերության, catering ընկերության անունը ինձ շատ հոգեհարազատ է։ Դա պատահական չէ քեզ մոտ ստացվել, որովհետեւ դու էլ շատ ուղիղ առնչություն ունես երաժշտության հետ։ Թերևս սկսենք ամենասկզբից, քեզնից, քո պատմությունից։ Երբ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նախ ողջույն, ես էլ եմ շատ ուրախ այստեղ հյուր գտնվելուց համար։ Տեղափոխվել ենք 19 թվականին, երբ որ սկսվեց այն չարաբաստիկ COVID-ը եւ ամեն ինչ գլխիվար շրջվեց, իմ պատկերացրած Ամերիկան դարձավ մեկ այլ Ամերիկա, ես եկել եմ այս երկիրի որպես երաժիշտի ընտանիքով եւ երաժշտական գործունեություն եմ սկսել ծավալել։ Դու իհարկե համեստաբար ես նշում, բայց ես անպայման ուզում եմ տեղեկացնել մեր շատ սիրելի հետևորդներին, հեռուստադիտողներին, որ Հասմիկը հանդիսանում է մեր շատ լավ ընկեր, երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար, հրաշալի դաշնակահար Արամ Այրոմյանի կինը։ Նրանք երկուսն էլ երաժիշտներ են, հետո արդեն կբացահայտենք ինչպես նա սկսեց այս ամեն ինչով զբաղվել, եւ իհարկե ուշադրություն, նա նաեւ մեր շատ սիրելի Կարո Այրոմյանի մայրն է։ Կարոին ինքն է ծնել, այսպես ասած։ Կարոին գիտենք բոլորս, գիտեն բոլոր փոքրիկները, սիրում են ու Կարոյի մասին այսօր եւս խոսելու ենք։ Այ հիմա շնորհակալ եմ Մերի ջան։ Ողջույն։ Ողջույն։ Եվս մեկ անգամ, այո, իմ ընտանիքը շատ երաժշտական, շատ երաժշտության մեջ ամբողջ օրը անցկացնող ընտանիք է ու ես դրա մի մասն եմ։ Ես էլ ինքս պրոֆեսիոնալ երաժիշտ եմ։ Որտեղ ես սովորել, ավարտել։ Ես ու Արամը նույն կուրսից ենք եղել, Երևանի Պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն եմ իր հետ սովորել, նաև երկրորդ բաժինն եմ ավարտել վոկալ բաժինը։ Ու մենք Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանից ենք իրար հետ սովորել։ Իսկ երբ որտեղ եք սիրահարվել։ Դե ինստիտուտի տարիներին, արդեն վերջին կուրսերում ինքը գործիքավորումներ էր անում, ես երգում էի, ու դաշնակահար էի նաև։ Դրանց ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Ոչ մի բան չի արվել։ Ես քեզ համար մի լավ գործիքավորում ունեմ, որպեսզի կարողանաս անվճար էր իմ համար անում գործիքավորումները ու ես շատ զարմանում էի, որ այդ ժամանակ երիտասարդ տաղանդավոր երաժիշտ, որ հաստատ դրա կարիքը շատ կունենար, ես իմ ուշադրությունը գրավեց, որ առաջնակարգը գումարը չէր իր համար, որը որ այդ ժամանակ այդ թվերին
բացառիկ մի բան էր։ Իսկ դու արդեն զգում էիր, որ նա քեզ հավանում է ու դու էլ էիր հավանում։ Տենց շատ ընկերական ենք, չեմ կարող ստել ու ասել, որ այո, ոչ, պատկերացրու, որ որպես ընկեր էր ինքը տենց ինձ ընդունում։ Դե հետո այդ ամեն ինչը վերածվեց ավելի երևի մանկական սիրո, հետո ծնողներս Արամին շատ հավանեցին, ու իրան չի կարելի չհավանել, չսիրել, ինքը շատ ուրիշ որակի մարդ է, իր հետ ուրիշ ձև չի կարելի լինի։ Իմ կուրսի ամենալավ տղան, չնայած բոլորն են շատ լավ։ Իր կուրսի ամենալավ տղային ինքն է ամուսնացել է։ Համեստորեն թող չհնչի ասածս, բայց իմ համար այդ մարդկային հատկությունները շատ կարևոր են, ու մենք տարիներ իրար հետ ընտանիքում ապրելով երբևէ ինձ հիասթափության չի բերել Արամը, ու ոնց որ ամուսնուս գովքը չդառնա, բայց իսկ ինչպես է զգում, որ մարդը լավ հատկանիշներ ունի, որ հատկանիշներն են քեզ համար կարևոր մարդու, կապ չունի դա տղամարդ-կին հարաբերությունների մասին չի միայն։ Իմ համար մարդկային հարաբերությունների մեջ շատ կարևոր է այդ ազնվությունը, ու եթե տղամարդը բարի է, բարի տղամարդ, բարի մարդը պետք է բարի լինի։ Բարությունը, այդ բարությունն է, որ ամեն ինչին հաղթում է։ Ես երբևէ չարության նշույլ չեմ տեսել իմ ընտանիքում։ Ինքը շատ բարի մարդ է, իրան ճանաչողները բոլորը կփաստեն իր բարությունը, իր դեմքին տպված է։ Փաստորեն հեքիաթները ճիշտ են էլի, երեխեքին, որ ասում են կանընդհատ բարին հաղթում է չարին։ Ես իմ երեխեքին, ես իմ տղային, երբ որ ինքը ինձ, մենք խոսում ենք ընտրության ապագայի մասին, ես ասում եմ տղես, կընտրես բարի աղջիկ։ Ես չեմ ասում սիրուն, չգիտեմ, թող բարի լինի, որ ինքը բարի լինի, ամեն ինչ կստացվի։ Այո, իսկապես։ Հետո սիրահարվեցիք, ամուսնացանք, ունեցանք մեր առաջնեկին, Կարոյիս, ինքը ծնվեց, ես գիտեի, որ ինքը աստղա ծնվել, ես չես պատկերացնի, ինչպես գիտեի, ինքը անբացատրելի սիրուն էր, ամբողջ հիվանդանոցը գալիս էր Կարոյիս տեսնելու։ Սիրուն տղա։ Շատ սիրուն էր։ Ես իմ աչքերին չէի հավատում, ես օրերով չէի քնում։ Չէի քնում, որտեղ ինձ չէի հավատում, որ իմ երեխան է։ Ասում եմ, «Արա մի հատ արթնացի էլ», ասում եմ, «Հա, տեսել եմ»։ Ինքը շատ մի հատ ուրիշ երեխա էր։ Իսկ այդքան սիրունում էր նման քեզ, թե ամուսնու։ Բոլորն ասում են, որ ամուսնուս է շատ նման, սկեսուրիս է ինքը շատ նման իմիջիայլոց։ Ինքը որ ծնվեց, ես բժիշկներին ասեցի, ոնց որ սկեսուրս լինի։ Ինձ ասում են, տղա է, բայց շատ նման, իրանց այդ հաստ շուրթերով։ Իմն էլ է սկեսուրին նման տղաս, այնպես որ ես քեզ հասկանում եմ։ Բայց ինձ էլ է շատ նման, այն ժամանակ ավելի պապայի կողմին էր նման։ Հետո ունեցաք երկրորդին։ Ունեցանք երկրորդին, սենց շատ արագ, ոնց որ 1.5 էլ չի իրանց տարբերությունը, մի տարի 5 ամիս ծնվեց աղջիկս, որն իդեպ ապագա բժշկուհի է։ Տա Աստված։ Աղջկանիցս հետո ամեն ինչ փոխվեց։ Իմ կյանքը ես ամբողջությամբ նվիրեցի երեխեքիս, իրանց դաստիարակությանը, կրթությանը, փորձում էի ամենտեղ հասցնել, երաժշտական դպրոցում էլ բաժին չէր մնացել, որ չտանեի, տղաս սաքսոֆոնի բաժինը, դաշնամուրի, վոկալի, ակադեմիական վոկալ էր սովորում, աղջկաս ջութակի տարա, դաշնամուրի, վոկալ, այն որ ամբողջ օրը վազում էինք ու երաժշտական դպրոցում համարյա քնում էինք։ Որ երաժշտական դպրոցն է։ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իդեպ քույրս է տնօրենը, իրանց համար դա լրիվ երկրորդ տուն էր ու հավատա շատերս չգիտեին էլ որ իրանք կապ ունեն, իրանք այնքան sense մերվել ու ձուլվել էին այդ ամեն ինչի մեջ, որ այդ դպրոցի կյանքով էլ ապրում էին ու այդպես սկսվեց երաժշտական իրանց գործունեությունը, համերգներ, գլխավոր դերեր, շրջագայություններ Իրանք բազմիցս Ամերիկայում շրջագայություններ են ունեցել, Անուշ օպերայով են հանդես եկել ստեղ, հետո Գիքոր օպերան, հետո Թեմի 90-ամյակները առաջնորդարանի իրանք եկան էլի ստեղ մեծ մենահամերգներով, տենց ոնց որ իրանք բեմի վրա մեծացել են, բայց դե տղաս ընտրեց այդ ճանապարհը դեռ շատ փոքր հասակից, ընդամենը 11 տարեկան էր ասում էի, այդքան հեռախոսի մեջ ինչ կա, դասերդ, մի օր ինձ ասեց, մամ, բայց գիտես, ես 34,000 հետևորդ ունեմ, YouTube-ով, ասենք 11 տարեկան էր, ասում եմ, ինչ ես խոսում, տենց բան ոնց կարա լինի, հետո ամուսնուս ասում, լսի, ինչ-որ 34,000 հետևորդ կար այս երեխան ունա, YouTube-ում այն ժամանակ YouTube-ը նոր էր, լիքը հայտնի մարդիկ, սկի YouTube-էլ չունեին այդ ժամանակ, ու որ ինքը ինձ ցույց տվեց, իսկապես ես տեսա այդ հետևորդների քանակը, Ես ապշել էի, մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ 19 թվին, ինքը 14 տարեկան էր ընդամենը, ու ինքը 100,000-ի կոճակը ստացավ։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։
Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Երբ որ առաջին անգամ ես տեսա ձեզ մի առիթին ձեր ընտանիքով, Արամը ինձ մոտեցավ, ասեց դու տղայիս գիտես, ասեցի չէ, դե նոր էինք ծանոթանում, ասեց գիտես որ 100,000 հետևորդ ունի YouTube-ում, այն որ սենց չգիտեմ ինչ եղա, ասեցի չէ, տեղյակ չէի, ցույց տվեց, բացեց, բան, ու դեռ այդ ժամանակ այդքան լուրջ չէր։ Այդ հաջողությունը լուրջ էր, բայց իր գործունեությունը YouTube-յան այդ վիդեոները որ նա անում էր, դեռ այդքան շատ չէր ու համբավը երեխաների մոտ այդքան լավ համբավ առաջիններից էր, առաջինն էր կարող ասել։ Այո, իր տարիքակիցների մեջ թերևս առաջինն է։ Այսինքն այնքան լուրջ է վերաբերվում իր արած յուրաքանչյուր գործին, խոսքին, հղկված խոսքը, գրագետ, երբևէ մի հատ ավելորդ բան իրեն թույլ չտալը, այդ ամեն ինչին ինքը շատ լուրջ է վերաբերվում, որովհետև սերունդ է իրան նայում ու ինքը փաստորեն սերունդ է կրթում։ Էնել ինչ սերունդ։ Եվ իրան հետևում են, սկսում են կրկնել իր բոլոր արտահայտությունները, արած, իր ժեստերը, շարժումները, երեխեք կան, որ իրան նման են տանը խոսում, ինձ ասում են, ես շատ եմ շփվում։ Կարծում եմ դու էլ տանը ունես երեխեք ու կտեսնես, որ սկսում են կրկնօրինակել, ինքը իրավունք չունի սխալվի։ Ես տանը ունեմ աղջիկս նայում է ու գիտես ինչն է ինձ համար հետաքրքիր ու կարևոր, որ աղջիկս Կարոյի վիդեոներից ինֆորմացվում է։ Օրինակ մենք աղջիկս Մերլին Մոնրոյին ճանաչել է Կարոյի վիդեոից, որովհետև ինքը գնաց այդ Ռուզվելտ հոթելը, որտեղ նա մահացել է, այդ պատմությունը պատմեցին ընկերներով, կարծեմ ես էլ այտենց աչքի պոչով նայում էի։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը այդ ինֆորմացիան ստանում է այդտեղից, բացի այն, որ պիտի կրթվի դպրոցում ծնողները, կամ մեկը, կամ մի հայ տղա, որը ինձ համար ֆենոմեն է։ Դες ինքը չի կեղծում, իր ֆենոմենը հենց այդ իր անմիջականության մեջ է։ Ըստ քեզ, եւ որպես ծնող, եւ որպես կողքի աչքով, հա, նայող, ո՞րն է նրա ֆենոմենը։ Ինչպես նա կարողացավ նախ լցնել այդ միլիոնավոր դահլիճները, կարողանալ սիրել տալ երեխային իրեն, գամել, կապել իրեն, որովհետեւ ինչու խոսքս ավարտեմ, որովհետեւ այսօր երեխաներին շատ դժվար է կապել, շատ դժվար է նստեցնել, ասել նայիր այս վիդեոն, որը Մերլին Մոնրոյի մասին է, բալիկս չէր նայի։ Համաձայն եմ, իր անկեղծությունն է դա, իր հաջողության գրավականը հենց իր անկեղծ լինելն է, անմիջական, այդ իր բարությունը, ինքը շատ բարի մարդ է, երբ որ ինքը որոշեց, որ պիտի համալիրում մենահամերգ ունենա, հոչի խնդրելու բոլորին ասի հատառհատ գնատներ, ասի խնդրում եմ եկեք իմ համերգին, լավ գիտեք համալիրի մեծ դահլիճի լսարանի քանակը 10,000 պլյուս եւ ինքը երկրորդ համերգը բացեց հաջորդ օրը հենց համերգի, այսինքն այնքան հաջողվեց, որ վաճառվեց մի անգամից sold out եղավ ու ինքը որոշեց երկրորդ օրը բացի եւ երկրորդն էլ sold out արեց, ինքը ընդամենը 20 տարեկան էր այդ ժամանակ։ Ու որ ասեց երկրորդը պիտի բացենք, ման ես մտածում եմ Աստված իմ դա անհնար է։ Ես չեմ տեսել մեկին, գուցե արել են, բայց այդ տարիքում մի քիչ շատ դժվար է, առաջին մենահամերգ ու տենց մեծ։ Չնայած վան հանդիպումներ արել էր, Գինեսի ռեկորդ էր արել, մենք տեսել ենք այդ լսարանի քանակը, 30,000 եւ ավել մարդ էր հավաքվում, նույնիսկ առաջինի ժամանակ այնքան անպատրաստ էինք, որ ընդհատեցինք, մենք չէինք պատկերացնում այդ ալիքը, բայց փառք Աստծո, ամեն ինչ շատ ճիշտ ձևով գնաց, համերգները կայացան, լուրջ պրոֆեսիոնալ, մեծ շքեղ թիմով, շատ շքեղ շոուով ինքը հանդես եկավ, ամբողջը բնական ձայնով, կենթանի հնչողությամբ, կենթանի երաժիշտներով, դե մեր ընտանիքում ուրիշ ձև չի կարող լինել, բոլորը շատ խիստ ենք մենք շատ խստապահանջ ենք ու ամենաառաջի դատավորը ու ամենամեծ քննադատը մենք ենք, որտեղ մենք չենք էլ թույլ տա որ սխալ մի բան լինի։ Ինքը փոխվել է այս հաջողությունից։ Բացարձակ, հակառակը։ Քո հանդեպ տանը, ծերունց նկատմամբ
Ինքը շատ լավ է այդ ամեն ինչը գիտակ։ Ինքը նախ շատ է ուսումնասիրում համաշխարհային աստղերին, մարդկանց կենսագրությունները, հաջողության հասած մարդկանց եւ ահավոր շատ ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչ որ տեղի ունենում այսօր աշխարհում։ Ինքը շատ տեղեկացված երեխա է ու շատ է իր վրա աշխատում, ինքնակրթությամբ շատ է զբաղվում։ Ինքը շատ լավ հասկանում է, որ օրը որ ինքը կտրվեց հողից, դա մի վայրկյան է կորցնելը, մի վայրկյան, ինքը շատ լավ գիտակցում է դա։ Երբ որ վայրկյանին դու ինչ որ բարձրացար ու վերևից սկսեցիր մարդկանց նայել, կամ ինչ որ ավելորդ գոռոզություն կամ ավելորդ ինքնավստահություն, մի վայրկյան, երեխաները նենց էակներ են, նուրբ զգայուն, իրենք միանգամից կհիասթափվեն։ Մի օր իմ ուսուցիչը, ով ինձ հետ աշխատում էր, պարապում էր, ձայն էինք կարդում, Պարադիս գովազդային գործակալությունում, ես անընդհատ կարդալիս այդ գովազդները կամ որևէ բան չէի հավանում իմ ձայնը, ինքն ինձ ասաց, որ եթե մի օր դու քո ձայնը լսես ու հավանես, իմացի, որ դու մեծամտածել ես։ Դու միշտ պիտի քո արած գործը չհավանես, միշտ պիտի քեզ այսպես նայես ու երբեք պիտի քեզ վեր չդասես, որ օ, ես ինչ լավ եմ կարդում, ինչ լավ եմ ասմունքում կամ ինչ լավ եմ երգում։ Քո սերը խոսելու ընթացքում նկատելի է, շատ ուժեղ։ Եղել է, որ դու մտածես, որ այս տարիները իզուր են անցնում, որ ես իմ կյանքը պիտի անեի, որ ես ինչ-որ մի բան պիտի անեի, թեկուզ ուրիշ ոլորտում։ Ոնց անցան այդ տարիները։ Մեր ջան, նախ ես զբաղվել եմ իմ սիրած գործով, մինչև տեղափոխվելը եւ տեղափոխվելու ընթացքում ես մանկավարժական մեծ գործունեություն եմ ծավալել։ Ես լիքը երգերի հեղինակ եմ, մանկական Եվրատեսիլ անգամ մինչև իմ երգը գնացել է։ Ես 23 տարվա մանկավարժական ստաժ ունեմ եւ աշխատել եմ այն բոլոր հաստատություններում, որտեղ սովորել են իմ երեխաները։ Առավոտը միասին գնացել ենք հանրակրթական դպրոց, որտեղ ես երաժշտության ուսուցչուհին եմ եղել իրենց, հետո գնացել ենք երաժշտական դպրոց, որտեղ ես էլի երաժշտություն եմ դասավանդել։ Փաստորեն դու լրացրել ես այդ ամեն ինչը, մանկավարժական գործ քեզ բեմում տեսնել։ Դե բեմում երգչուհու կարիերան ես չեմ շարունակել, որովհետև դա շատ էր կտրելու ինձ ընտանիքից, բայց երգի մեջ եմ եղել, երգեր եմ գրել, մինչև օրս էլ դա շարունակվում է։ Համենայն դեպս ես իսկապես ուզեցի, որ երեխեքս այդ ամեն ինչով զբաղվեն։ Հետո երկուսով բեմում շատ կլինի, հարամար շատ բեմական, ինքը միշտ համերգների մեջ չէր լինի, որ երեխեքին թողնեինք, տենց բան անհնար էր։ Մի կողմը ուժելու էր վստահ։ Դրա համար ես սիրով է, այդ ինքնաբերաբար է տենց ստացվել։ Ու մանկավարժությունը իմ մոտ շատ լավ էր ստացվում, որովհետև ես իսկապես երեխեքին շատ եմ սիրում ու մեծ հաճույքով եմ աշխատել այդ բոլոր տարիները։ Իսկ ոնց եկար դեպի այս ոլորտ։ Իմ գործունեությունը այս ոլորտում, ուտելիքի ոլորտում սկսվեց շատ պատահական։ Երբ որ մենք տեղափոխվեցինք, ես անպայման պիտի նշեմ իր անունը, Սիրվարդ Կավուկչյան, իմ ամենամտերիմ, այս երկրում, չգիտեմ, ինքը ինձ համար մի հատ ուրիշ լուսավոր կետ է, ու ես երբեք չեմ մոռանա իր արածը ինձ համար։ Սիրվարդ Կավուկչյան, ինքը Sound of Children-ի հիմնադիրն է, եւ Կալիֆոռնիայում մեծ գործունեություն են ծավալում ձկնարտադրության ոլորտում, մեծ գործարաններ ունեն, բոլորը գիտեն իրենց։ Pacific Fresh եւ Golden State Seafood-ի ղեկավարներից ընտանեկան իրենց բիզնեսն է։ Ինքը Songs of Solomon ֆիլմի հեղինակ, հովանավոր, կարող եմ ասել, այդ ֆիլմը Իրանով է սկսվել, իր տատիկի պատմությունը եւ ամբողջ այդ ֆինանսական, մի խոսքով դա իր ֆիլմն է։ Ռեժիսորն էր Արման Նշանյանը ֆիլմի եւ պիտի հավաքվեին մոտավորապես 1500 հոգի մարդ Chinese թատրոնում, պետք է արվեր հյուրասիրություն ֆիլմից առաջ եւ ֆիլմից հետո։ Սիրվարդը լինելով իմ ընտանիքում հյուր Երևանում, ինքը գիտեր, որ ես տենց շատ մեծ սեր ունեմ սեղանների հյուրասիրության հետ կապված, ինքը ասաց, որ դու պիտի անես։ Ես ահավոր զարմացա այդ առաջարկից, որտեվ ես իսկապես კი խանութների տեղերը չգիտեի ստեղի եւ չգիտեի որը որտեղից։ Մենք իրար հետ նստեցինք, քննարկեցինք, ինչ պիտի արվի հայկական ոճով, սկզբում այլ հյուրասիրություններ ֆիլմի ավարտից հետո լրիվ այլ հյուրասիրություն, շատ ճոխ, sense ձկնամթերքով, ահավոր ճոխ հյուրասիրություն եւ այդ 1500 հոգուց 500 հոգին հատուկ հյուրեր էին, որոնք պիտի հյուրասիրվեին։
Կարմիր գորգեր, ֆիլմը նույնիսկ Օսկարի նոմինացվեց, շատ մեծ աղմուկ հանած Սողոմոնի երգերը Songs of Solomon, գիտեք բոլորդ էլ լսել եք, տեսել եք այդ ֆիլմի հաջողությունը ու այնպես ստացվեց, որ այդ ամեն ինչը ես ոնց որ վերցրեցի իմ ձեռքը ու որոշեցի, որ պիտի անեմ։ Իհարկե ես մենակ չէի, ունեի օգնականներ, բայց արեցինք ու ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմի պրեմիերայից մի օր առաջ Սիլվան ինձ ասում է, ես Սիլվա եմ իրեն ասում է, որ դու պիտի ունենաս ֆիրմա, անուն պիտի ունենաս, ասում եմ, բայց ինչ ֆիրմա, ասում է, դու պիտի Instagram ունենաս, ես արդեն քո Instagram-ը բացել եմ, անունը musical something, ինձ ասում է, դուք երաժշտական ընտանիք եք, պիտի լինի երաժշտական ինչ, երաժշտական աթոռ, երաժշտական musical tables կդնենք անունը, դու արդեն Instagram-ը ունես, հիմա պիտի տպեմ քարտեր, բիզնես քարտեր, որտեղ բոլորը պիտի քո մասին իմանան։ Ես չգիտեմ ինքը այդ ինչ կախարդական ուժով, այդ գիշերվա ժամին որտեղից տպել տվեց, երթվում եմ, ես կապ չունեմ։ Ինքը տպած, մենք ամեն ինչը իրար հետ քննարկում ենք, որոշում ենք, բիզնես քարտերը տպած, սեղանին դրած ու այդ օրվանից մինչև այսօր չի եղել, որ ես գործ չունենամ։ Ես չգիտեմ դա ոնց ստացվեց, շաքաղվեցի, բայց դա պիտի լիներ ու դա եղավ, արդեն COVID-ը սկսում էր, ամեն ինչ փակվել էր, մարդիկ ուզում էին ուրախանային, տեղ չկար դուրս գալու, ուզում էին նշեին ծնունդներ, առիթներ, կնունք եւ այլն, բայց ամեն ինչ փակ էր։ Ու մենք որոշեցինք այդ սիրուն ռեստորանային միջավայրը տեղափոխել մարդկանց տներ, մարդկանց բակեր ու սկսեցինք նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել։ Ու ինձ շատ զարմացրել էր, իդեպ ասեմ, ինչի ես տենց որոշեցի food designing-ով զբաղվել, ես զարմացել էի, որ ամեն ինչ ֆոյլերով ու տենց միանգամյա օգտագործման ամաններով մարդիկ սեղաններ էին գցում, ճոխ հյուրասիրություն, ես չեմ կարող ոչ մի վատ բան ասել, բայց այդ կուլտուրան հատուկ ձևավորված պատվիրելու չկար։ Ու այդ ամեն ինչը կարող եմ ասել, որ մենք սկսեցինք հորինել հենց Սիլվայի հետ միասին, ինքը ինձ տալիս էր այդ իրենց ծխեցրած ձկնեղենը, խավիարների տեսականին, ասում էր հորինի դու կարաս։ Ես սկսում էի նկարել այդ ապրանքներով։ Նկարել թե ոնց ես տեղավորելու, դասավորելու առումով ստանում էի նկար։ Հասկացա։ Սկսեցինք մտածել ոնց, մի խոսքով այնքան վերևից եկած բաներ կա հիմա, որ սենց հիշեմ, թե ինչքան Աստված այդ ամեն ինչը դասավորել, նույնիսկ երբ որ մենք այդ փայտից կտորները պատվիրում էինք, ես նույնիսկ չափերը չեմ ասել եմ այսքան, չեմ ասել կոնկրետ այսքան սանտիմետր, ձեռքով ցույց էի տալիս։ Կտրի այսքան, սրանից 10 հատ, այսքան ու որոշեցի, որ պիտի լինի մեծ, միջին, փոքր։ Դա քեզ համար նշան էր, որպեսզի դու մտածես ու հասկանաս, որ դու ճիշտ տեղում ես ու դու պիտի շարունակես։ Ես ասում եմ, անգամ այդ թուղթը մի միլիմետր չեմ կտրել, որ հարմարեցնեմ։ Ես քաշում էի կտրում ուղիղ իր չափով։ Ես չգիտեմ դա տենց պիտի լիներ ու եղավ։ Իսկ ինչպես մարդիկ իմացան ձեր մասին։ Այդ օրը առիթը արեցիք ու հետո գնացիք։ Մեծ շրջապատ, բոլորը դրա մասին էին խոսում, որտեվ սեղանները մենք նենց էինք դասավորել, այդ հայկական գորգերով, նույնիսկ դհոլ զուռնա էինք դրել վերևը, իրան սենց մի քանի հարկանի սեղան էինք, շատ տպավորիչ էր սեղանների տեսքը։ Քանի օր արեցիք այդ։ Ընդհանուր պատրաստություն տեսնելը տևել է երևի 2 օր, բայց այդ դնելը մի քանի ժամվա ընթացքում։ Անշահախնդիր մեկ առ մեկ ինձ նշում էին իրենց ստորիներում, երգիչները, դերասանները, մեր ընկերներն են բոլորը, ես չեմ կարող մոռանալ որևէ մեկի արածը։ Տենց մեկը չկար, որ չեմ էլ խնդրել մերի, անկեղծ եմ ասում, իրենք իրենց տեսնում էին, ուրախանում էին, զարմանում են, «Ոայ, ինչ հետաքրքիր բան է, այս ինչ նոր բան է»։ Ու մեր հայ կանանց մեկ առ մեկ շնորհակալ եմ, որովհետև այն որ ինձ այդ ձեռքերի վրա մեր հայ կանայք առաջ էին տանում։ Պատվիրում էին ընկերների համար, պատվիրում էին ընտանիքի համար, աշխատանքի տեղում չես տեսել, պիտի փորձես։ Ես այնքան շնորհակալ եմ բոլորից։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։
Orders.co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Էլի սեր եմ տեսնում քո ներկայացման մեջ, այս գործիդ մեջ էլ։ Առհասարակ քեզնից սեր է ճառագում, Հասմիկ։ Իսկապես ես սիրով եմ գալիս է ինձ է կպնում ու սենց վերևներով պտտում էլ, ապա մենակ ենք էս։ Ոնց կարելի է քեզ չսիրել։ Մերսի։ Մերի ջան, իսկապես ամեն ինչ պիտի սիրով անես։ Այն սովորական, այն ձուխ աշելն էլ որ սիրով չանես, այն պինդ ու թույլի տարբերություն կլինի, մեկը մարդկանց ճաշակները տարբեր են։ Դու պիտի ուշադիր լսես քեզանից ինչ են ուզում։ Եվ չի կարելի թելադրել, ասել օրինակ, էս է մենյուն։ Մի րոպե, բայց երբ հաճախորդը խոսում է քեզ հետ, դու ես պայմանավորվում միայն ես եմ պայմանավորվում։ Մենյուն դու ես կազմում։ Մենյուն մեծ է, բազմազան է։ Ես սիրում եմ կողմնակից եմ կարճ մենյուների, որպեսզի ավելորդ չխճճենք, բայց միշտ ասում եմ, նման բան չկա, որ դուք ուզում եք ու մենք չենք անում։ Այո, բայց օրինակ հնարավոր է որ դուք ասեք, գիտեք, հարգելիս, դուք շատ եք պատվիրել, ձեզ այդքանը բավական։ Ես լիքը ասում եմ, որ շատ եք պատվիրում, այսինքն կողմնորոշեք, հա, որ դուք եթե հարսանիք եք անում, հարսի ֆուրշետը տան, այսենց ավելի լավ է, հավատացեք ու վստահեք իմ փորձին։ Լսում են դրանց համար կան կոնկրետ ֆիքսված մենյուներ, որով որ մենք առաջնորդվում ենք, բայց լիքը մարդիկ տարբեր ճաշակներով ունեն իրենց նախասիրություններ, օրինակ սրա փոխարեն սա ենք ուզում, ես բաց եմ բոլոր առաջարկների համար, որովհետև դա իրենց առիթն է։ Ամենատենց տարօրինակ, յուրօրինակ դեպքը հիշում ես, որ ասենք ինչ որ մեկը կամ հայրը եկել, ասել է, գիտես, Հասմիկ ջան, ես կուզեմ, որ, չգիտեմ, ձկան, չգիտեմ, ինչ դնեք։ Հա, շատ որ դու համարել ես տարօրինակ, բայց ասել ես դուք խնդրեմ չունեք։ Տեսեք, այնքան ինդիվիդուալ են sense մեծ պատմությունները, որ ես հիմա պատմեմ, մարդիկ միանգամից կհասկանան, որ իրենց մասին է խոսքը։ Եղել է դեպք, որ ինձ ասել են, ուզում եմ իկրան թափվի սեղանից, ասել եմ, ինչքան ուզում եք, գնեք։ Այդ խավիարը շատ լինի, այնքան շատ լինի։ Ասել եմ, որպեսզի եկեք վերաբերվենք սրան, որպես ուղղակի գործ։ Ինչքան եք ուզում ունենաք։ Դուք առեք այդ խավիարը, որ ես դրա վրա սկի գումարել չեմ աշխատել։ Ձեր ուզած չափով բերեք, ձեր ուզած չափով դիզայն անենք։ Եղել է որ sense շատրվանի նման, ինչ որ մարդիկ բերել են, ես էլ արել եմ։ Եղել են շատ։ Բայց ուրա թափվել է շատրվանը։ Չէ, դե գետնին չի թափվել, սեղանին։ Հիշում ես մի պաս նորաձև էին, որ օրինակ իմ նշանադրության տորթը այդպեսին էր, որ ծաղիկները այսպես վերևից գալիս են թափվում են, սեղանի դիզայները ինձ թվաց արդեն էկրանել են այդ տեսանությունը։ Դրանք գիտեք բանը, մարդիկ կան, որ շատ սիրող են, ոչ թե եկեք սրան վերաբերվենք օրիգինալ մոտեցում իրանց սեղանին, դա իրանց առիթն է, իրանք են որոշում։ Թե մտածում են, որ թող հանկարծ չիմանան մենք չունեինք կամ քիչ ենք ծախսել։ Ես չեմ կարծում, դրանով չի որոշվում, որովհետև ես նկատում եմ, որ առաջինը դա է վերջանում սեղանից, մարդը ուզում է շատ լինի, իր նախասիրությունն է, իր առիթն է, ինքը թող որոշի ոնց հյուրասիրի։ Եղելա որ ասել են պիտի մտնեմ, ասենց տեսնեմ ուտելիքը ճոխությունը սեղանից թափվում է եւ մենք անում ենք նենց որ տենց տպավորություն թողի անսահմանափակ քանակի մրգեր ու չարազու, չգիտեմ ինչ ենք լցնում սեղանին, որ սենց ռեակցիան վաու պիտի լինի։ Այո, եթե մարդը սպասում է, որ պիտի այդ ռեակցիան ունենա, մենք ապահովում ենք դա։ Իսկ լինում է, որ ասում են, գիտեք, մենք այսքան բյուջե ունենք, բայց ուզում ենք, որպեսզի ճոխ լինի, ինչ որ մի բան կարող եք անել։ Շատ են լինում, ես միշտ ասում եմ, նախ դա իմ անունն է, իմ ֆիրման է, պիտի հարցնեն որտեղից է։ Այդ մինիմումի մեջ էլ մենք շատ դասական, շատ սենց կոկիկ, սիրուն հյուրասիրություն են կազմակերպում, որ ոչ մենք բաց գանք, ոչ հյուրասիրողը, ոչ էլ հյուրասիրվողը։ Բացատրում ենք մանրուքների, դետալների քննարկման արդյունքում ստանում ենք այն, ինչ որ իրանք ուզում են։ Համենայն դեպս մարդն է որոշում, կարելի է ընդամենը մի հատ տախտակի վրա շատ սիրուն հյուրասիրություն անել, լինի ինքը շատ փոքր բյուջեով, բայց ծառայի հենց իր բուն նպատակին, պարտադիր չի սեղանից թափվի։ Նայած թե դու այդ սնունդը ոնց ես ներկայացնում։ Կարելի է ընդամենը մի հատ բորդի վրա հավաքել ամեն ինչ ու մարդուն տալ հնարավորություն հյուրասիրելու։ Ոնց որ հիմա դու այդ բորդի վրա հավաքել ու բերել ես մեզ, շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է։ Դրանք տարբեր նմուշներ են, սիրով եմ արել Մերի ջան, դե որովհետեւ musical table-ը ուրիշ ձև չէր կարող գալ։ Հասմիկ, նաև կարծիք կա, որ գործից առաջ, աշխատելուց առաջ, հա, պիտի սովորես։ Դու ունես կրթություն այս ասպարեզում։ Անկեղծ ասած, Երևանում կար Բրաբյոն ուսումնական կենտրոն։ Ես քանի որ շատ սիրում եմ սեղաններ պատրաստել, հյուրեր ընդունել ու բոլորը գիտեն, որ մեր տունը միշտ մարդաշատ, միշտ հյուրերով լիքը։ Ես քարվինգի դպրոց եմ անցել եւ սովորել եմ սեղանների ձևավորման դասընթաց եմ անցել եւ ունեմ դիպլոմ։ Ես փորագրում եմ անցել մրգերի տարբեր, հիշում ես առաջ ծմերուկներով հարսուփեսային սարքում, այդ ամեն ինչը իմ ձեռքի տակով անցած,
սովորած բաներ են, իհարկե հիմա իրանք չեն նայվում, իմ համար դրանք արդեն անցած հնաոճ են, բայց այդ տեխնիկան ես շատ եմ օգտագործում սեղանների մեջ, տարբեր բաների վրա, տարբեր մրգերի, բանջարեղենների, այդ տեխնիկան անցել եմ, դա ինձ օգնում է։ Ես ունեմ դիպլոմ, ունեմ, ավարտել եմ այդ ժամանակ, ուղղակի իմ համար, որ տանը իմ սեղանները տարբերվեն ու միշտ իմ հյուրերի զարմանքին են արժանացել։ Տենց էլի Սիլվան նկատեց, որ ասես դու պիտի անես այդ սեղանը։ Ունեցել եմ փորձ։ Փաստորեն քեզ հաջողություն է բերել առաջնային ոչ թե համը, այլ տեսքը, մարդիկ տեսել են, այդ էսթետիկական հաճույքը ստացել են, հետո փորձել են, ասել են, «Օ, դու պիտի անես»։ Այո։ Ես ուզում եի դա հարցնել, բայց ես գուրման եմ, իմը պիտի համով լինի։ Համեղ լինի, այո։ Որովհետև շատ ժամանակ, օրինակ ասենք, ես հիշում եմ, գնում ես հարսանիք, խոսակցությունները այսպիսին են. համեղեր ու քիչ էր կամ քիչ էր նու տղամարդկանց բաժնում, հա, տղամարդկանց շրջանում չեմ լսել, որ ասեն, «Օ, ինչ գեղեցիկ էր»։ Բայց փաստորեն դա շատ կարևոր է։ Իմ մոտ քիչ չի կարող լինել, առաջնահերթ իմ համար, որ պիտի ուտելիքը շատ լինի։ Կա, չէ՞, ասենց մեր մեջ ասում են աչքս պիտի կշտանա, որ ես մեկ ասում եմ աչքս կշտացել, չէ, ես կշտացել եմ, բայց աչքս չի կշտացել։ Իմ տրամադրությունն էլ ընկնում է, որ ես կշտանում եմ։ Մեկ սոված ժամանակ ենք անտրամադիր, մեկ կուշտ։ Համենայն դեպս չեմ սիրում, որ օգտվում են ու միանգամից սեղանը դատարկ է երևում։ Իմ մոտ մի քիչ այլ մոտեցում կա։ Ես սիրում եմ, որ օգտվեն, բայց սեղանը դեռ լիքը մնա։ Իսկ եթե լիքը մնում է, դուք արդեն թողնում եք այդ առիթի տերերին։ Նախ մենք թողնում ենք ամբողջ օրը ամեն ինչ մնում է սեղանին, իրանք գալիս են հետ եկեղեցուց կամ որևէ այլ տեղից, իրանք շարունակում են օգտվել, դե հյուրեր ունեն մարդիկ, հյուրասիրությունը թող սիրուն սեղանից օգտվեն։ Հետո նոր հաջորդ օրը կազմակերպում ենք այդ ամեն ինչի հավաքումը եւ այլն։ Իսկ դու հասցնում ես գնալ ամեն առիթին, թե եթե մեծ է մասշտաբային է նոր գնում ես։ Տեսեք, եթե ուզում են այդ դիզայն սեղանները, որտեղ այդ շատ մեծ մրգային ձևավորումներն են այդ ամեն ինչը, ես պարտադիր պիտի ներկա լինեմ։ Բայց ես այնքան կարող են ընտրել կամ դիզայներական ոճով ներկայացված, կամ մնացած դեպքերում, երբ որ իմ հեղինակած ձևով ենք անում, իմ ներկայությունը պարտադիր չի ու մենք կարանք օրը ունենանք 4-ից 5-6 հարսանիք։ Այսինքն ես կոնկրետ տվյալ հարսանյաց տանը ներկա պարտադիր չի որ լինի, որովհետև թիմը անգիր գիտի ինչ պիտի անի, ոնց պիտի դնի, տեղում ոչ մի գործ չենք անում մենք։ Իսկ այսինքն սնունդը ձեռքից ձեռք չի փոխանցվում, դրվեց արդեն դասավորած ձևով գնում է սեղանը։ Մեխվում է։ Այո։ Հասմիկ, ով է առևտուրը անում, ով է զբաղվում դրանով։ Հիմա ինձ գովեմ, ես դու ամեն ինչ ես եմ անում։ Ոնց քանի ես արթնանում առավոտը։ Դե շատ պլանավորած է իմ օրը, ամեն ինչ ճիշտ ժամերով դասավորված, ես գիտեմ ամեն ինչի վրա քանի ժամ եմ ծախսում, ես գիտեմ որ ցանցում ինչքան պիտի անցկացնեմ, ես անգիր գիտեմ ինչքան պիտի տևի, ոնց ինչ, ես ատեղերով ամեն ինչով անգիր գիտեմ, ավելին ասեմ, ես եմ մշակում, վերամշակում եւ այլն եւ այլն։ Ես ինձանից լավ ոչ մեկ չի կարող դա անել։ Ես ամեն ինչի որակին հատ առ հատ նայում եմ, հատիկ ընտրում եմ։ Հետո տեղերը շատ լավ գիտեմ։ Երբ որ ինձ օգնում են, շատ ժամանակ լինում է, որ գնում են, օգնում են, բայց այդ զանգերի քանակից, ինչքան որից, որտեղ արդեն ես դրանից ավելի եմ լարվում, նախընտրում եմ ես ինքս անեմ։ Հետո ես դասակարգված, սիրուն հերթով գնում եմ, իմ ժամանակը ճիշտ հաշվարկելով։ Դասավորելու անգամ ձևը մեքենայի մեջ ոնց պիտի դասավորվի։ Կազմակերպում եմ, օգնողներ շատ ունեմ, փառք Աստծո։ Իսկ օրը քանի առիթ կարող եք սպասարկել։ Եթե եղել է շատ, ասեք, որն է թիվը։ Սենց ասեմ, քանակը պիտի երբևիցե չվնասի որակին։ Ես վերցնում եմ այնքան քանակ, ինչքան որ ես գիտեմ, մենք կհասցնենք։ Որովհետև թարմության հետ է։ Ես շատ եմ մերժում մարդկանց, բայց պատճառաբանելով, որ ես չեմ ուզում, որ որակապես տուժի ձեր առիթը։ Եթե ես գիտեմ, որ մենք խնդիր ենք ունենալու, որակապես ենք տուժ, շատ առիթներ ենք անում օրվա մեջ։ Ասենք Thanksgiving-ի օրը, նոր տարվա օրը մենք մինչև 25-30 տեղ նկատի ունեմ, ոչ թե բորդ նկատի ունեմ, այլ այդքան մարդկանց առիթ ենք անում։ Եվ մեծ, եւ փոքր, եւ միջին, ու մեր մոտ սահմանափակում չկա։ Մենք կարանք 2 հոգու համար էլ սեղան անենք։ Տենց բան չկա մեր մոտ, որ օրինակ սկսած 20 հոգուց։ Իսկ օրինակ ասենք, եթե առիթը ինչ որ թեմա ունի, չգիտեմ, թիթեր կամ պարտադիր մենք։ Դուք դրա հետ
համապատասխան։ Դուք դրա հետ համապատասխանեցնում եք ուտելիքը, անպայման, եւ ուտելիքը, եւ դիզայնը, եւ սպասքը, եւ դասավորությունը, եւ գույները, ամեն ինչ դրա հետ համապատասխան։ Մենք ավելին ասեմ, մեր մոտ արդեն ձևավորվել է կուլտուրա ծաղիկի փոխարեն վերցնել օրինակ պանրային տախտակ կամ մրգային տախտակ կամ սենդվիչների տախտակ ու տանել տարբեր տեղեր։ Կարա մարդ մի հատ տախտակ պատվիրի ու գնա օրինակ հիվանդանոց, օրինակ ծնունդ, օրինակ հյուր, շատ այս ամառվա ամիսներին ձմերուկով մեր պանրային այդ տախտակները մենք օրը չգիտեմ քանի հատ մարդիկ վերցնում հյուր էին գնում։ Իրար շնորհակալություն հայտնելու շատ լավ ձև են գտել, մենք գինիներով պանրային բորդեր ունենք, ընտրում են մարդիկ ինչ ուզեն, մեր մոտ սահմանափակում չկա եւ իրար շնորհակալություն են ուղարկում, լինում են նույնիսկ մարդ, որ մի 20-30 տեղ պատվիրում եւ ուղարկում։ Մենք շատ արագ կազմակերպում ենք այդ տեղափոխումը եւ առաքումը եւ այդ ամեն ինչը։ Քո ամենասիրելի տոնը ո՞րն է։ Նոր տարին Thanksgiving-ն եմ սկսել շատ սիրել, իսկապես մարդ պիտի շնորհակալ լինի, շնորհակալություն ասելը եւ շնորհակալություն զգալը, շնորհակալ լինելը, այդ բարձր արժեքը։ Բարձր, այո։ Հասմիկ, Կարոյի ամենասիրելի ուտելիքը ո՞րն է, որ քո պատրաստած, քո ձեռքով։ Մամ, մի հատ խնդրում եմ, էլի այն, չգիտեմ, ինչը սարքի ուտը։ Իմ բրանզինոնը շատ հայտնի, բոլորը շատ են սիրում, իմ պատրաստած ինքը շատ է սիրում այն տարբերակը, որ ես եմ պատրաստում, կարծում եմ բրանզինոյի այդ տապակած տարբերակը շատ է սիրում խաշած ձու, բայց պիտի րոպեներով ճիշտ խաշվի ձուն, որ վայրկյաններով։ Ասացեք, խնդրեմ, եւ դուք եւ Կարո ջան, դուք որն է ճիշտ չափը ձու խաշելու, քանի րոպե։ Ինքը սիրում է եռալուց հետո 4 րոպե։ Եթե մի վայրկյան ես կողմեն կողմ, ինքը միանգամից զգում է, հենց եռած ուղիղ 4 րոպե։ Իսկ ինքը պատրաստում է։ Հա, ժամ պահելով։ Հա, ինքը շատ համով բուրգեր է սարքում, բոլորը գիտեն դրա մասին։ Սմաշ բուրգերները շատ լավ է ստացվում իր մոտ, շատ հյուրեր են ունենում, որ հատուկ դրա համար են գալիս։ Տեսնենք, կարող է մի օր էլ դա դառնա բիզնես։ Իր համար։ Այո։ Տեսնենք, ես տեսնում եմ, չգիտեմ, դեռ չենք տենց խոսել, ծավալվել դրա մասին։ Իսկ նա քո բիզնեսի մասին ինչ է ասում։ Սկսենք այնտեղից, որ մեր բիզնեսը ընտանեկան էր, ի սկզբանե իմ բոլոր առաքումները արել է տղաս, ամուսինս, մենք միասին ենք սկսել եւ ինքը արդեն շատ հայտնի լինելով, հիշում եմ, որ Մհերը իր հաղորդմանն ասեց մի հատ առիթի, դու արդեն միլիոնավոր բաներ ունեիր, դիտումներ ունեիր ու դու էիր բերել ուտելիքը, ինքը շատ sense բանով, այո, բա ես մամայից պիտի օգնեի, իմ երեխեքին շատ են օգնել, իսկականից ես նենց, իսկապես այնքան դեպքեր կան, որ ես զգացել եմ, որ կարողա չարժի, որ ինքը տանի, բայց չէ, մամ, ես կտանեմ, Արամը բոլորը գիտեն, որ ինքը երաժիշտ, մենք միասին ենք արել այդ ամեն ինչը, բա աշխատանքի մեջ ամոթ ոչ մի բան չկա, չաշխատելն է ամոթ։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում, ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Դու իհարկե նշեցիր եւ քո շնորհակալական խոսքը ասեցիր բոլոր ձեր ընկերներին, ովքեր առանց իդեպ խնդրելու ձեզ գովազդել են, ձեր մասին խոսել են, բայց միևնույն ժամանակ դու կարևորում ես արդյոք social media-ն, Instagram-ը, այդ հարթակները, որոնք որ բերում են հաջողություն։ Դա պարտադիր պայման է որևէ բիզնես եւ հատկապես այս բիզնեսների համար։ Մեր օրերում կարծում եմ, այո, դա միակ տիրույթն է, միակ տեղն է, որտեղ մարդը քո մասին կարող է իմանալ, որտեղ ուրիշ որտեղ քո աշխատանքը պիտի տեսնի։ Դու չես կարող ունենալ խանութ, որտեղ օրինակ հարսանիքի սեղանը գցած ամբողջ օրը այդ սեղանը ցուցադրվում է եւ քո մասին խոսում է քո էջը, այո, քո գործի մասին։ Դա իմ օֆիսն է, իմ խանութն է, իմ տիրույթն է, իմ տարածքն է, որտեղ որ կարծում եմ, որ մի օր Instagram չլինի, մենք կկորցնենք մեր բիզնեսը։ Ինձ ես տենց տպավորություն եմ ստանում։ Դե Աստված մի արած, չէ։ Համենայն դեպս շատ կարևոր տիրույթ է։
ու խառնել, շատ խառնել, խճճել այդ բիզնես տարածքը անձնականի։ Օրինակ ես անձնական տարածք չեմ, անձնական տիրույթ չունեմ Instagram-յան ու դա չեմ կարևորում, որ ամեն ինչը ցույց տամ, ուր եմ, ինչ եմ, բայց մարդկանց հետաքրքիր է, ով է այդ Musical Tables-ի գլխավերևում կանգնած։ Դե որ ասում էի արի ինձ մոտ հյուր, ես զգում եմ, որ երբ որ հանկարծ ինչ որ էլեմենտներ են գնում իմ անձնականից, իմ ընտանիքից, թեկուզ մեկ-մեկ ինչ որ վայրեր այցելելուց, ես շատ քիչ, բայց մի քիչ ինտեգրում եմ, ես զգում եմ միանգամից ակտիվություն, դիտումներից քանակը եւ ամեն ինչ փոխվում է միանգամից։ Իսկ տեխնոլոգիաներից օգտվում ես, օրինակ, որտեղից ում հետ ես աշխատում, ովքեր են առաքում ձեր ուտելիքը։ Մեր ուտելիքը առաքումը շատ պրոֆեսիոնալ է կազմակերպվում եւ անձնական զանգերով ու հաստատումներով են լինում, ցանցերով չեն կանում, որովհետեւ շատ անհատական է։ Պիտի անպայման ես զրուցեմ, որ հասկանամ ինչ են ուզում, ինչքան են ուզում, քանի հոգու համար, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում, որից ինչքան։ Մարդիկ, եթե ուզում են ինչ-որ մի բան պատվիրել, նշեցիր, որ անձամբ քեզ հետ են խոսում, անձամբ քեզ հետ են պայմանավորվում։ Բայց ինչպես ես հասցնում բոլորին պատասխանել եւ արդյոք կան մարդիկ, կան հաճախորդներ, ովքեր արդեն ձեզ ընկեր են դարձել։ Վայ, այդ թեման բոլորն են ինձ հետ ընկերանում ու արդեն սկսում է դժվարանալ, երբ որ արդեն ընկերություն ես անում, առաջ են գալիս արդեն ուրիշ բարդույթներ, բայց ես ընկերացող եմ ու ես սիրով եմ ընկերանում, կարամ ասեմ տարիներով մարդիկ կողքիս են ու այնքան եմ գնահատում, որ իրանք միշտ վերադառնում են, մարդ կա արդեն 6 տարի բոլոր իր առիթները ինձ հետ անում, ոնց չգնահատես դա, այդ հավատարմությունը, ես ինքս շատ հավատարիմ եմ ու շատ ծառայություններ կա, որ արդեն մեկ-մեկ գոհել չեմ մնում, բայց ես այնքան հավատարիմ եմ, որ շարունակում եմ նույն տեղը, նույն հասցեով միշտ, բայց իմ պարագայում այդ մտերմությունը նենց չի, որ ինձ խանգարում է, բայց պարտավորեցնում է էլ ավելի, որտեվ ավելին ես ուզում անես քո մտերիմի համար, առավելագույնը, լավագույնը։ Ինչ ես մտածում, ինչ ես ցանկանում, չեմ ուզում ասել երազում, որովհետև ինձ համար դա մի քիչ ավելի սենց երկնքի հետ կապված մի բան է այդ երազելը, չնայած ոչ մեկ ասում է երազելը չի արգելել, բայց մի քիչ ավելի ռեալ։ Ինչ ես ցանկանում քեզ համար, ձեզ համար։ Այ, ցանկանում եմ անփորձանք առողջ ապագա։ Նայեք, ես տարիների ընթացքում իմ ամուսնուց սովորել եմ մի բան, երբեք նախորոք ոչ մի բանի մասին չխոսել։ Չխոսել, թե չպլանավորել։ Եթե նույնիսկ պլանավորում եմ, դա պիտի լինի իմ մեջ։ Մինչև չի արվում, մինչև մի բանի մասին խոսելը պիտի դա արդեն արած վերջացրած փաստ լինի ու նախընտրում եմ հենց իրանից իսկապես շատ բան եմ սովորել։ Այնքան տեղերում եմ ասել, չէ, տենց չի, բայց հետո համոզվել եմ, որ չէ, դա տենց էլ կա։ Կլինի փառք Տիրոջը, եթե ինչ որ պլաններ ունենք, որը կկարողանանք կատարածենք, դրա մասին կխոսենք էլի։ Դու դրան էի կանում, ես էլ գիտեմ ինչ հա պատմում, երկինքի հետ կապեցի, չգիտեմ ինչ արեցի, ամպերի հետ կապեցի։ Չեմ բարձրաձայնում ոչ մի բան նախապես, բայց պլաններ կան։ Շատ պլաններ, ընդլայնվելու պլաններ կան։ Շատ պլաններ ունենք, բոլոր աշխատանքները արվում են, բայց դրա մասին կխոսենք, երբ որ արդեն փաստ կլինի դա։ Առաջի մեծ բանը, որ մեզ առջևում սպասվում է, դա իմ տղայիս համերգն է Դոլբի թատրոնում նոյեմբերի 8-ին, չգիտեմ, կյանքիս ամենամեծ երազանքներից մեկն է, որտեվ ինքը ընդամենը նոր 21 դարձավ, սա մի հատ անենք, վերջացնենք, նոր մնացածի մասին կմտածեմ հանգիստ խղճով։ Իսկ ոնց որոշեց, որ պիտի ինքը Դոլբիում համերգ ունենա։ Պահը հասունացավ, Երևանի այդ մեծ երկու համերգներից հետո պահը հասունացավ։ Որ այստեղի երեխաներին էլ շատ էին զանգում, ինձ ասում երեխեքս գժվում են, թորներս, դրսում, դե հայությունը ամենտեղ հայ է մնում, ինչ տարբերություն։ Որոշվեց, որ ստեղի երեխեքի համար էլ դա պետք է արվի։ Հիմա առաջնահերթ պլաններում, որ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որտեղ դա արդեն եղելություն է, փաստ է, որ պիտի կայանա, այդ նոյեմբերի 8-ի տղայիս համերգն է։ Աղջիկս ասում է, մամ, նոյեմբերը երբ, ասում եմ հաջորդ ամիս բալես, դե 2 ամիս առաջ հարցնում էր, մամ, նոյեմբերի եկա, 2 ամիս հետո, այնպես որ նոյեմբերի 8-ին սիրելի ընկերներ, եթե ձեր երեխաները դուք ուզում եք տեսնել Կարոյին եւ լսել նրա երգերը ու առասարակ իր համերգին լինել, ապա Dolby Theatre-ում լինելու է Կարոյի մենա համերգը նոյեմբեր 8
Այո, այդ տարիքի երեխեքի համար ինքը շատ շքեղ շոու է։ Ես օրինակը երազ էի այդ տարիքում Դոլբիում իմ առաջի ոնց որ համերգը իմ սիրած արտիստի տենց մեծ շքեղ շոուով տեսնեի։ Սպասում ենք բոլորին, տեսնենք ոնց ամեն ինչ կընթանա, դա առաջ Աստված ամենամեծ պլանս դա է այս պահին եւ նպատակս եւ անելիքս բոլորիս մեր ընտանիքի, հետո նոր մնացածը հերթով կպլանավորենք։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Հասմիկ, որտեղից քեզ այդ մտքերը, այդ գաղափարները։ Չգիտեմ, ինքը անկախ ինձ է, այդ երևակայությունը կամ կա կամ չկա։ Օրինակ իմ աշխատակիցը շատ ցենց հետաքրքիր կին է, հայ ազգիչի, ասում է, ոնց դնեմ, ասում imagination չունես, երևակայություն չունես, ասում դե չունեմ էլի։ Այդ պետքա քո հետ ծնվի, տենց չես կարա դա սովորես։ Իսկ պատրաստելիս երգում ես։ Հա, լինում է դեպքեր, որ երգում եմ, ես երգը ինձ հետ եմ միշտ։ Ես շատ եմ սիրում երգ։ Զգացում է ու շատ լավ ես երգում, մենք միասին առիթ ունեցել ենք այսպես առիթների ժամանակ ձայնակցել իրար։ Հասմիկ, շնորհակալ եմ։ Եթե ինչ-որ մի բան ունես ավելացնելու։ Ես եմ շնորհակալ Մերի ջան, ես ավելացնելու մի բան ունեմ, որ շատ կարոտել էի քեզ։ Քո այդ բանաստեղծական ոգեշնչումը ինձ շատ ուրախացնում ու զարմացնում է, ես էլ քեզ կուզեմ տեսնեմ քո ափսեի մեջ, այն ամեն ինչի մեջ, ինչին որ դու սովորես ու ինչի մեջ դու քեզ շատ լավ ես զգում։ Ես էլ քեզ եմ մաղթում մի հատ ուրիշ վերելք ու նոր մի հատ մեծ ճանապարհ, որը վստահ եմ, որ դու գալու ես ու անցնելու ես այդ ճանապարհով, ես անհամբեր սպասում եմ։ Շատ էի կարոտել քո խոսքին ու մեծ սիրով եկա քեզ հյուր այսօր, որովհետև քեզ շատ եմ սիրում ու գիտեի, որ սենց անմիջական լավ զրույց պիտի ունենանք, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ Հաս ջան, ես հիշեցի ակամայից մեր առաջին հանդիպումը, երբ դեռ դու էլ շատ կողմնորոշված չէիր, դու մեջն էիր կայր, բայց դեռ այսպիսի հաջողություն չկար, դեռ անուն չկար ու դեռ Սիրվարդին չէիր հանդիպել ու հիմա երբ որ դու հղեցիր ինձ քո ցանկությունները, ես այն ժամանակ հիշեցի ինձ, որ ոնց էինք խոսում, ոնց էինք մտածում, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք այստեղ հայերս կլինենք, կկայանանք, կկանգնենք ոտքի վրա, կգտնենք մերը, որովհետև իսկապես մեզ հայերիս համար օտար երկրում շատ դժվար է։ Իսկապես Մերի ջան, իմ ընկերների մեջ ես շատ լուսավոր ընկերներ ունեմ, լուսինեները իմ կյանքում պատահական չեն, իմ ընկերուհին Լուսինեն ինձ ասում էր, լսի այդ տորտ սալատները պիտի քո ձեբանը լինեն, ստորագրությունը լինեն, ինքը անում է շատ սիրուն, ասում էր սրանից կանես, նրանից կանես, այն մի ընկերս ասում էր սենց արա, այս մեկը վերցրու, չես պատկերացնի ինձ ոնց են իրանք բոլորը սենց բրթել առաջ, ես ոչ մեկի արածը չեմ մոռանա, ոչ մեկի, մենք հայերս այո եթե ստեղ իրար չօգնենք, չհրենք, մի լավ խոսք թեկուզ, մի հատ sense աննշան լավ արտահայտություն իրար մասին։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա մեկի մասին մի վատ բան ասեմ, որտեվ այսօր այնքան դժվար է կյանքը առանձնել։ Հետո ամեն մարդ ինքը իր արածի համար պատասխան է տալիս։ Ես միշտ լավ վերաբերմունք եմ տեսել բոլորի կողմից ու մեր հայ ազգը իսկապես շատ աշխատասեր է։ Թեկուզ այս ոլորտում այնքան սիրուն լավ գործեր անող կան, բոլորը լավն են։ Նայում եմ բոլորի աշխատանքները լավն են։ Ու ինչքան սիրով են անում, մեծ սիրով են, բայց ես գիտեմ դա ինչ տաժանակիր դժվար աշխատանք է, ու որ նայում եմ բոլորն էլ շատ շնորհալի են, բոլորինը շատ սիրուն, բոլորինը շատ ճաշակով։ Ես չեմ կարող, չէ՞, ամբողջ Լոս Անջելեսի սեղանները անել, թող բոլորը բարգավաճեն, ունենան իմ ունեցածի նման լավ պատվիրատուներ, որտեվ մեզ իրանք են շարժում առաջ։ Մի հոգին չի կարող բոլորինը անել։ Եթե մի լավ խոսք չես կարող, գոնե վատը չասենք իրար հետևից։ Մեր ազգը այնքան լավն է ու այնքան մեծ պոտենցիալով։ Մենք շատ բան ավելի կարող ենք անել, քան մեզ թվում է։ Եթե լինենք միահամուր, եթե օգնենք իրար։ Այո։ Ես այս ծրագիրը ուզում եմ ավարտել շնորհակալությամբ, շնորհակալական խոսքով Սիրվարդին։ Այն կնոջը, ով քեզ օգնել է, այն կնոջը ում այսպես փոքր աննշան հրումով դու սկսել ես։ Ինձ տվել է իր գործարանի բանալիները, անծայրածիր գործարանի, որ սառնարանները մենակ այս շենքից մեծ են, ու ասելա գնա աշխատի, ես տեղի խնդիր անգամ չեմ ունեցել։
Թող ձեր կյանքում նման մարդիկ, նման կանայք, չգիտեմ, առհասարակ շատ լինեն, հանդիպեն եւ դա բախտավորություն է հանդիպել այդպիսի մարդկանց ու պահելը, գնահատելը, գնահատեք իրար, սիրելիներ, իսկապես գնահատեք իրար, որտեվ եթե դուք չեք գնահատում, դուք հետոն չեք վայելում դրա։ Եթե դուք գնահատում եք, առավելագույնն եք ստանում, էլի եք ստանում, ավելի շատ եք ստանում։ Ես այնքան լավ մարդիկ ունեմ շրջապատող ինձ, ես մի հատ վատ մարդ չեմ ճանաչում իմ կյանքում։ Բոլորը իմ շրջապատում լավն են։ Ասում են լավ աչքով ես նայում, հա։ Ինձ բոլորը հրում են առաջ։ Բոլորն իմ կողքին են։ Բոլորը մտածում են իմ համար ինչ անեն։ Բայց ես ոնց իրանց մասին չմտածեմ։ Մտածիր, դու ամենալավ տեղում ես։ Փառք Տիրոջ։ Շնորհակալ եմ քեզ։ Եվ իհարկե ես շնորհակալություն կհայտնեմ, շնորհակալ կլինեմ բոլոր նրանց, ովքեր բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, ովքեր սկսեն հետևել Menu AM Edge-ին եւ ինձ։ Ինչու ոչ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։